եկեղեցին նաև քաղաքական գործունեություն է ծավալում, պարոն Վանեցյան։ Բելարուսի նախագահը ասում է Ալիևին ինչ լավ ծրագիր իրականացրեցինք Արցախը տարանք։ Զենք է վաճառում։ Հիշում եք բան գագաթնաժողովին հապ, ստեղ ասես գնացեք Ալիևին տեսեք ինքը ոնց կասի գլուխներ հետ կա լսեք։ Դրանից հետո վարչապետը ասում է մենք այդ երկիր չենք գնա։ Հետո գնում է Կարմիր հրապարակում նստում է կողքը չայ է խմում։ Այնտեղ չայ չի խմում, այնտեղ պրոտոկոլով նստածել են, կողքը նստել է դրա մեջ վատ բան չկա, դա Բելարուսը չէր, Մոսկվան էր։ Կաթողիկոսը ընդգծված այդքանից հետո գնում է Բելարուս։ Սա պետության դեմ չի։ Կաթողիկոսը հայրապետական այցեր է անում աշխարհի ցանկացած կետ, որտեղ կա հայ հավատավորներ եւ որտեղ կա եկեղեցիական տարբեր հարցեր։ Ինչ եք կարծում հայ առաքելական եկեղեցու վեհափառը, ամենայն հայոց վեհափառը, ոչ թե Հայաստանի Հանրապետության վեհափառը, ամենայն հայոց վեհափառը, պետք է գնա իր հավատավոր զավակներին տեսնելու, եկեղեցի գնալու, ինչ որ հարցեր քննարկելու։ Ես անկեղծ ասած այդ հարցի իմաստը չէ, այսինքն վեհափառը ձեր կարծիքով պետք է Բելարուս չգնա։ Ու եթե այդ երկիրը այդքան թշնամական է մեզ տրամադրված, Թուրքիայից թշնամական է մեզ տրամադրված։ Թուրքիա գնացել։ Չէ, ներողություն, Թուրքիայից թշնամական է մեզ տրամադրված Բելարուսը։ Հավասար։ Իսկ ձեր վարչապետը, որ գնում է ուրախ գիրքը Էրդողանի ձեռքը Թուրքիայի նկարվում է ու ասում է, որ թուրքերը SNN են, որ իսլամական աշխարհի կարևորագույն տոնը շնորհավորում է մենակ Ադրբեջանի նախագահին, այդ մենակ Ադրբեջանում էին նշում Կույրան Բայրամը, հա? Չէ, իրանք մեր հարևանն են։ Լավ էլի։ Գիտեք հիմա ով է մեր հարևանը 4000 մարդ կոտորած Ադրբեջանը, մենակ հայ լինելու համար վիզ կտրած Ադրբեջանը։ Այո, պետք է փորձել մեղմել այդ ամեն ինչը։ Ինչը մեղմել։ Արցախը մեզնից խլած Ադրբեջանը 120,000։ Բա Բելարուսն էլ դրան նպաստել էր, այդ եմ հարցնում։ Բելարուսը նպաստել էր, Բելարուսի։ Բա արժի կաթողիկոսը, սաղուրը Արցախից է խոսում, արժի գնա այդ երկիր։ Նորից եմ կրկնում, կաթողիկոսը հոգևորական առաջնորդ է, որը ամեն օր Արցախից է խոսում։ Իհարկե խոսում է, եւ երկիր, որը Արցախի պատիվ վեհապարին, որ խոսում է Արցախից, եւ հպարտանում է դրանով։ Փառք ու պատիվ վեհապարին, որ խոսում է Արցախից։ Փառք ու պատիվ